Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը ցավակցում ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանին։ Դերսիմա հայկական պատմական Էրգեն եկեղեցին վերականգնելու կոչեր են հնչալ։ Անի հազարումի եկեղեցիների քաղաքը կործանումից բիդե անմահություն, արդյունք կնեգե ֆեմինիստական պայքարի ու ժառանգության մասին։ Բազգիրեթի բնակիչներն պայքարում են բնության պահպանման հետ։ Սահակյան Նունյան հայկական շկոլը Կոստանդնուպոլսի հայկական կրթության օրանը։ Սամցխե ջավախքում կարտոֆիլի դաշտերը քչացան, իսկ կարտոֆիլը շտացավ։ Գոյության հարկը թուրքական պետական ռասիզմի դեմքը։ Ցավով տեղեկացնում ենք վերկյանքից հեռացել Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանի սիրելի մայրը։ Հոգեհանգիստը կայանալու է նոյեմբերի 13-ին ժամը 6-ից 8 Ադանա Սքո սրահում։ Հուղարկավորությունը նոյեմբերի 14-ին ժամը 11-ից 1-ը։ Կորուստի այս ծանր պահին Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, Արևմտյան Հայաստանի կառավարությունը, ազգային խորհուրդը, ազգային ժողովի պատգամավորները ու հեռուստատեսության աշխատակազմը իրենց ցավակցությունն ու խորին զորակցությունն են հայտնում Արևմտյան Հայաստան ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանին, իրան համայն ընտանիքին ու սաղ հարազատներին։ Դերսիմ նահանգի Խոզատ գավառի Գեչմիլի շենում գտնվող հայկական Էրգեն եկեղեցին պարբերաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։ 1050 տարի առաջ կառուցված այս պատմական կոթողը պահպանելի կոչ էին հնչալ տեղի բնակիչներից։ Սրա մասին ակունքնետի փոխանցումավը հաղորդում է թուրքական Ջումհուրիետ պարբերականը։ Աղբյուրի համաձայն Էրզրումի մշակութային հարստությունների պահպանման խորհուրդը հարամ 2012 թվականի դրական պատասխանն էր տված եկեղեցու վերականգնման մասին դիմումին ու պահպանման տակ վերացվալ կառույցը։ Սակայն մինչ օրս թուրքական իշխանություններն որևէ քայլ չձեռնարկել վերականգնելի ուղղությունով տեղի բնակիչներից Վեդատ Ալդեմիրը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է եկեղեցի ներկայում հատնվել է գանձագողերի թիրախումը, ահա թե ինչու ժամ առաջ հարկա լրջորեն պահպանման տակ վերցնել այն եւ հնարավորության դեպքում վերականգնողական գործեր իրականացնել։ Անի Աննը հնչում է ժամանակի խորքերից որպես միջնադարյան Հայաստանա փառավոր մայրաքաղաք։ Արագածոտնի հովտի եզերքին Ախորյանի ափին սարքված այս քաղաքը 10-րդ դարում տարալա Բագրատունիների թագավորության հզոր կենտրոնը հասնելով շուրջ 100,000 բնակչի։ Յուրան տասնյակ եկեղեցիներն ու վանքերը տրթատի կառուցած մեծատաղան տաճարներից մինչև Տիգրան Հոնենցի եկեղեցին անի պարգևալն հազարումի եկեղեցիների քաղաքոչումը, բայց քաղաքին փառքը կարտատեվալ։ 1064-ին սելջուկների արշավանքից հետո անի ճակատագիրը փոխվել է անցնելով հաջորդական տիրապետություն մուսուլմանական, վրացական, մողոլական, օսմանյան։ 1319-ի երկրաշարժը վերջնական հարվածն անել երբեմն վերակենդանացող, բայց անընդհատ ավերվող անիին հետի։ 19-րդ դարի վերջին ռուս հետազոտողները, թվում Նիկոլայ Մարը, սկսան Պերրի պեղումներն բացահայտելով անի ճարտարապետական ու հոգևոր հզոր ժառանգությունը։ Սորանի ավերակներն վերգտնվում են օկուպացված Արևմտյան Հայաստանում սահմաններում պատմական հայկական բարձրավանդակում ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1915 թվականի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից ողջ մնացած ընտանիքի թոռնուհի Արլին Ոսկի Ավագյանը առյուծ կնոջ ժառանգությունը գիրքի միջոցով ներկայացնում է իրան ընտանիքի դիմադրության պատմությունը սեփական ֆեմինիստական ուղին։ Գիրքը համադրում է 1915 թվականի վախճանված պատմությունն Էլմաս տատիկից ժառանգած հիշողությունն ու իրան կյանքի Լոս Անջելեսից մինչև Ամերիկայում ազատության ու հավասարության հետի պայքարելի փորձը։ Արլենը Պերրի դնում Կոստանդնուպոլսում ներկայացրել է իրան գիրքը, հանդիպելով տեղացի ընթերցողներին ու կրկին հանդիպելով թուրքական կազմակերպությանն, ինքը պատմալավեր կիրելու ընթացքում փորձալա ոչ միայն ներկայացնել տատիկի ցեղասպանությունից ու դժվարությունների միջով անցած պատմությունը, այլև իրան սեփական պայքարը սեռական հավասարության ու հայ հասարակության մեջի արդարության հետի։ Արլենը նշում է վերգիրքի միջոցով օզիմա դիվերս պատկերացում ստեղծել ֆեմինիստական ու ազգանվեր շարժումների միջև ընդգծել ավեր պատմության ու արդարության ընկալումը համակցված ինքնագիտակցության հետ կարևոր է սաղին հետի։ Արդվինի Շավշատ գավառի պատմական Բազգիրեթ գյուղումը բնակիչներն տուսին եկալ խաղաղ բողոքի ընդդեմ Լիդիա ու Էրկան մետաղահանքային ընկերությունների ծրագրերի։ Գյուղացիներն հայտարարում էր հանքագործությունը վնասելու է շրջանի էկոլոգիական հավասարակշռության ու իրանց ապրուստի աղբյուրներին։ Բազգիրեթի բնակիչ Սուատ Չելիկը ասալ է. «Մունք հանձնելու չենք մեր բնությունը, ջուրնակյանքը հանքերին։ Սա մեր նախնիներից հայ ժողովրդից մնացած ժառանգությունն է», նշել է Վերշենը վերոնե յուրահատուկ փայտե ճարտարապետություն ընդգրկված է Շավշաթի խաղաղ քաղաք ծրագրում պիտի պահպանվի որպես բնական ու մշակութային արժեք։ Սամաթիայի հայկական համայնքի պատմության կարևորագույն էջերից մեկն է Սահակյան Նունյան հայկական շկոլը, որը հիմնադրվել է հալամ 1465 թվականին հայոց առաջին պատրիարք Հովագիմ եպիսկոպոսի նախաձեռնությունով։ Շկոլը տրալ է Կոստանդնուպոլսյան հայության առաջին կրթօջախը ու դարեր շարունակ պահպանել իրան դերը որպես գիտելիքի ու հոգևոր դաստիարակության կենտրոն։ Տարիների ընթացքում Սահակյան շկոլը մի քանի անգամ վնասվել է հրդեհներից, բայց մշտապես վերակառուցվել է համայնքի ջանքերով։ 1839 թվականին շկոլի կազմում պետցվել է նաև Նունյան աղջկաց դպրոցը, որը հետագա միավորվել է
Սահակյանին հետ ձևավորելով Սահակյան-Ունյա միացյալ շկոլը։ Պերվի աշխարհամարտի տարիներին շենքերը օգտագործվել են որպես զինվորական կացարան, բայց պատերազմից հետո կրթական գործունեությունը վերականգնվել է։ Սորել Սահակյան-Ունյան հայկական նախնական շկոլը շարունակում էր լուսավոր առաքելություն լինելով Կոստանդնուպոլսի հայկական համայնքի կրթական ու մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Վրաստան ազգային վիճակագրության ծառայության տվյալները վերջին 4 տարվա ընթացքում 2021-ից 24 թվականներին Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի ցանքատարածքներն նվազել են մոտավորապես 17.2%-ով։ Եթե 2025 թվականին կարտոֆիլը մշակվելիս ելել 9300 հեկտարի երա, ապա 2024 թվին նվազել է մինչև 7700 հեկտարի։ Միջանկյալ տարիներին 2022 թվականին տարածքը կազմել է 10300 հեկտար, իսկ 2023 թվին 8600 հեկտար։ Միևնույն ժամանակ մարզում կարտոշկին արտադրությունը նշանցատվել հակառակ միտումը։ 2021 թվականին Սամցխե-Ջավախքում արտադրվել է 16700 տոննա կարտոշկա, 2022-ին 12600 տոննա, 2023-ին 15000 տոննա, 2024-ին 20000 տոննա։ Բերքատվության միտումը 2022 թվին գրանցվել է անկում 4 տարվա ընթացքում ամենացածր բերքատվությունը, բայց 2023 թվին սկսվել է կայուն աճ ու 2024 թվին բերքատվությունը հասել է օրյան առավելագույնի մոտավորապես 2.6 տոննա մի հեկտարի հետի, ինչը 44% ավելի է, քան 2025 թվի ու 2 անգամ ավելի, քան 2022 թվականին։ 1942 թվականի նոյեմբերի 11-ին թուրքական ազգային մտժողովը միաձայն ընդունել է գոյության հարկը, մի օրենք վերը պատմության մեջ մնացել է որպես թուրքական ռեժիմի կողմից կազմակերպված տնտեսական ցեղապաշտության խորհրդանիշ։ Այս օրենքը բացահայտ ձևով ուղղված էր երկրի ոչ մահմեդական բնակչության, հայերի, հույների ու հրեաների դեմ։ Պաշտոնական պատրվակը տնտեսականն էր, բայց իրական նպատակը նույնն է հինչ իթիհաթական ժամանակներից։ Ոչ մահմեդական քաղաքացիներին երկրի տնտեսական ու հասարակական կյանքից դուրս մղելը։ Հարկատունն են բաժանվել են խմբերի Մ մահմեդականներ, Դ դարձի եկածներ, Գ հայեր, հույներ, հրեաներ ու Է օտարերկրացիներ։ Հայերին սահմանված հարկերը հասնելիս են սեփականության ընդհանուր արժեքի մինչև 230%-ի, չվճարողները ենթարկվել են հարկադիր գործերի, աշքալեի ու սիվիլ հիսարի ճամփարներում, մինչդեռ շատերը կուրծրան նրանց կյանքը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։